բժշկական ընդունվել է, հեշտացել է։ Գուցե մի առարկայով, ավելի ցածր գնահատականներով, դա ընդհանուր առմամբ խնդիր չի, կրիզիս չի, որ ավարտող մասնագետները ավելի թույլ են, քան առաջ։ Իսկ չի ասի թույլ են։ Ինչի են թույլ։ Ջահել են։ Ոնց կարող է նոր ավարտը իման անգամ ինչքան ես։ Փորձի պակասից։ Ես 10 ինստիտուտ եմ անցել, չէ՞։ Այսքան տարվա մեջ։ Երեխեն նոր ավարտել է, ինչ բժշկական ինստիտուտում գլուխը մտցրել են, գիրկա կարծացել կամ չի կարծացել, հիմա ինտերնետն է սատկացնում։ Ինտերնետով էսա նայ, այնա նայ, եթե ունեցել է ցանկություն, եթե չի ունեցել ցանկություն։ Ինչ էլ անես, մեկ այլ է։ Եվ ասում եմ բժշկական աղջիկները ընդունում են բաժինքի հիմա։ Օժիտի, հա, էլի, ճիշտ է օժիտի։ Հիմա չեմ կարող ասեմ ես։ Դուք ասացիք, որ ես երբեք գիտելիքս ինձ չեմ պահել, միշտ կիսել եմ, տվել եմ, ասացիք, որ 1.5 տարի առաջ էլ ոնց որ տվեցիք երիտասարդներին, դուրս եկաք եւ հիմա էլ մեկ-մեկ որ նեղն գնեն, ձեզ կզանգեն, սերունդների տարբերության մասին խոսենք։ Ձեզ հեշտ է երիտասարդների հետ եղել, աշխատել, հարաբերվել։ Շատ։ Ես շատ հեշտ եմ իրանց հետ աշխատում։ Ես ունեմ ունակություն լսելու։ Կանչում եմ իմ առանձնած սենյակը, մենք ջահելներից։ Մեկ-երկու հարց եմ տալի, յանի ուզում եմ տենամ արժանի է, արժանի չի, բայց դե արդեն հարցը լուծված է։ Ոնց ասեմ ձեզ, раскручиваю։ Սկսում եմ պատմել, պատմում են իրանք են պատմում, հետո ես իմ պրակտիկայից մի բան եմ պատմում, իրան ինքը որ պատմում, ասում, բա ինչ ես խոսում, մոտ էլ սենց մի բան ա եղել, էս ա եղել, այն ա եղել։ Ու մենք երևի գիտեք ինչ կանենց անում մինչև 45, մինչև մի ժամ, այդ ջահել հետ շփվում եմ։ Ու խոսալու մեջ, խոսքի մեջ ես շատ մասնագիտական բան եմ իրան տալի։ Ես ես մի բան ասեմ, որ հայ վրացական սիմպոզիում ենք կազմակերպել 29 հատ 29 հայ վրացական մենակ սիմպոզիում ես եմ կազմակերպել, էլի իհարկե շնորհիմ էր հիմնարկի ղեկավարությանը, թիմով իհարկե։ Հա։ Մի 4-ը Ուկրաինայի հետ, մեկը Բելարուսիայի հետ, 2-ը Բուլղարիայի հետ, մեկը Ավստրիայի։ Ու դե ուր գնում ես, լսում ես այդ մարդկանց, լսում ես, գրում ես, ինչ որ մի թազա բան ես տենում։ Սովորում ես, տալիս ես։ Ինչ որ տենում ես, արդեն տարիների ընթացքում կամ համաձայնվում ես, կամ չես համաձայնվում։ Չես համաձայնվում այն առումով, որ կսենք դու այդ ճամփեն անցել ես, ստացել ես էս, ինքը նորը մտե այդ ճամփեն, իրեն կարաս ուղղություն տանց, ուզում Ֆրանսիա չեմ եղել, ուզում Ավստրիայում լինի, Բուլղարիայում լինի, թե Ուկրաինայում լինի, այդ բան չէ, էլի, հետո ընդից ես ինչ բերում եմ, իմ ոնց կանչում եմ, ասում լսեք, սենց բան կա, խաբարեք, սենց բան կա, մի հատ էլ փորձեք ընդեղ եք լիտերատուրу поднимите, տեսեք ինչի ինչոց է, այդ եմ անում ես, այդ եմ անում։ Համ սովորում եք, համ սովորեցնում եք։ Անպայման։ Դուք ասացիք, որ բուհ ընդունվեցիք բժշկական ինստիտուտ անժամանակ քիմիա ֆիզիկայով, չէ, քիմիա կենսաբանությունով։ Չէ, այնvað չկար կենսաբանություն մեր տարիքին։ Ֆիզիկա, քիմիա, ռուսկի պիսմենի։ Ես միառ ժամանակ նույնիսկ դասախոսություններ կարդացի, մի տարի ու կես ամբիոնի ասիստենտն էի, հետո տեսա որ այդ մանկավարժությունը ձերը չի, պիտի ստրես լինի, որը ես կարամ մանկաբարձ լինեմ այսենց կամ շատ մի հոգի լավ էլի իսկ որ ամբիոնից ես որ դեկցա կարդում էի ես ունի իհարկե գիտեի ինչ եմ կարդում եւ ինչ բայց ասում եմ ժողովուրդ ջան ձեզ ինչն է հետաքրքրում բոլոր ակուշերսկի անեստեզիոլոգիան ես գիտեմ ну может быть ոնց որ ես այտենց հարց տվեք հարցերին պատասխանեմ գործնականում էլի պրակտիկա այո 45 րոպե երկու անգամ 45 րոպե որտեղ հարց են տալի ես որ պատասխանում էի արդեն բացվում ես սկսում ես շատ բաներ արդեն քո կողմից ասել իսկ որ գցենք դնեմ սկսեմ կարդալ ձերը չի այլի
Բժշկի գործը դժվար գործ է, ամենադժվարներից է, կոչումի նման է, այսինքն մարդը եթե չսիրի, չհավատա, անսահման էներգիա չունենա, այս գործում չի հաջողի։ Դուք ասացիք դեռ մի բան էլ, որ չեք փոշմանել։ Չէ։ Այսինքն որ ասում են բժիշկը Աստծուց է, բժշկի գործը, այս ճշմարտությանը համամիտ եք։ Աստծուց է։ Գիտեք ինչ կա, իմ աշկից դեմ իմ քերին էր։ Ինքը օնկոլոգիայում վիրաբույժ էր, պրոֆեսոր էր, դոկտոր էր ու եթե ես եկա Երևան, դες տելևիզիոն ավարտել process-ը, եկա Երևան, իմ աշկի դեմը միշտ ինքն է եղել։ Մի երկու անգամ էլ հիվանդանոց տարա բան եւ այլն։ Երևի դի մեծ դեր խաղաց, եթե չասեմ ռիշայուսյու, էլի։ Իսկ ձեր զավակների մասնավորապես տղայի որոշման վրա դուք ազդել եք, թե իրենք էլ։ Տղաս ինքը ընտրեց, հա, աղջիկս չէ։ Տղաս ինքը ընտրեց իր ճանապարհով, որ ասեմ, sense մեջքին կանգնել եմ ունենալով ժամանակ էլ չեք ունեցել, գործ եկեղ է։ Բան չունեմ ասելու, ինքը իրանով լավ սովորեց, աշխատեց, երրորդ տարին նոր ընդունվեց, դե հետո դե որ կանգնեիք առաջի տարին կընդունվեր։ Միջամտեիք այն իմաստով, ոչ բան իմաստով, էլի։ Հա, բան չունեմ ասելու, բայց ես իմ տղային, գիտեք ոնց եմ մեծացրել, ոնց եմ դաստիարակել, ամենից ինձ թվում էր, որ դա դաստիարակություն է, 4 տարեկանից ղրգել եմ հացի։ Հողը տվել եմ, զդաչին բեկել է, եկել է 4 տարեկանից, ճիշտ է, ճանապարհ չի անցել, բայց 4 տարեկան էր։ Պատասխանատվություն եք տվել, գործ եք տվել։ Մինչև հիմա էլ այտենց է գնում, հա։ Հետո իմ իհարկե միջամտությամբ ինստիտուտը որ ավարտեց, կլինարդինատուրա եմ վաղտ, հիմա ուրիշ բան է, մագիստրատուրա է, ինչ է։ Խնդրեցի տնօրենին, ընդունեցինք մեզ մոտ, Մարգարյանում ինքը շատ լավ աշխատեց, լավ ընկերություն ձեռք բերեց, լավ գործ էր անում, հետո ուր գնացա, գնա Դավիթաշեն, պոլիկլինիկայի տնօրեն, ես երանասի տղա ջան մտածի, դե որ գնացիր տնօրեն, ես, որ կոմոդ հոյակ ապաստացվում, ոչմ գնաց տնօրեն։ Չլսեց։ Հա, ընդեղից տարան բժշկական ինստիտուտ, գործերի կառավարիչ, հետո մինիստրի օգնական, հետո էլ Միքայելյան ինքն իրեն ճանապարհը հարթեց։ Ինքն իրեն, որը իր անկերությունով, որը ինքն իրեն, այո, որը իր մոտեցումներով, հնարավորություններով, ես ինչ ասեմ էլի, հա, ինքն իրան գնաց։